Այն օրինակ հաշվի չնստել առևտրի միջազգային կազմակերպության հետ, համաշխարհային բանկի հետ, չգիտեմ, ասիական զարգացման բանկի հետ, եվրոպական զարգացման բանկի, այն բանկերը, այն ֆինանսատնտեսական կառույցները, օրինակ մեզ 13-ի կեսը 6-7 միլիարդ դոլար պարտքով գումար են տվել։ Պատմության մեջ, չգիտեմ վերջինն է թե առաջինն է, մարդը, որը փորձել է ֆինանսական կախվածությունից իր պետությունը հանել, եղել է Չաուշեսկուն ու գնդակահարվել է ինքը պատի տակ։ Պարտքը փակելուց հետո, չէ, պարտքը փակելուց հետո իրան գնդակահարվել։ Չէ, մի կարևոր բան, բայց Չաուշեսկուն երբ է գնդակահարվել, երբ է տապալվել, երբ միաբևեռ աշխարհն իր պիկին էր։ Բայց հիմա ինձ բացատրեք խնդրեմ, ո՞նց է հնարավոր լինել, այսինքն ազատագրված լինել որպես ազգ պետություն եւ միևնույն ժամանակ ապրել այս երկրագնդի վրա։ Լավ, եթե հիմա դիցուկ դոլարի հեգեմոնիան մեռնում է, դու ո՞նց ես, ում ես սպարք, 13 միլիարդը ո՞նց է բար, ո՞նց է սպարք։ Ինչ արժույթով է լինելու դոլարը։ Չէ, բայց դոլարի հետ մեռնում է նաեւ քո դրամը։ Փոխկապակցված արժույթներ։ Հիմա դու որ դոլարը մեռավ, դու դոլարի մեռնելուց ես տուժելու, թե դրամը մեռնելուց։ Դրամը մեռնելուց ինչով ես տուժելու, շահելու ես, թե տուժելու ես։ Երբ դոլարը մեռավ, հետներ դրամը մեռավ։ Մեծ հաշվով գլոբալ առումով դու դրանից տուժելու ես, թե շահելու ես։ Չեմ պատկերացնում, տնտեսագետներ է պիտի ասեն։ Ընկեր Մակարյանը տնտեսագետ է։ Հիմա անկախ տնից դոլարը կմեռնի թե չի մեռնի կամ ոնց կմեռնի, դրամը մեռել է։ նայեք ինչն է դրամը մեռել է։ Խնդիրն այն է, որ անգամ այդ սցենարները գծողները եւ անգամ դոլարի հողարկավորություն կազմակերպողները բերելու են մեկ այլ համակարգ, որին պատրաստում են մեզ, որը կոչվում է թվային փողի արկայություն։